Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր հյուրընկալել ենք Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանին։ Պարոն Դրմեյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Քարոզարշավը ըստ էության ավարտվեց, վաղը լռության օր է արդեն։ Առհասարակ ինչպիսի տպավորություններ ունեք ընտրողների հետ ձեր շփումներից, եթե մի փոքր այսպես ամփոփենք, կարողացաք ձեր հիմնական ասելիքը տեղ հասցնել եւ վստահ եք, որ խորհրդարանում կլինեք։ Ընտրողների հետ մեր շփումները մեկ բան են ցույց տալիս։ Ամբողջ հանրապետությունով մեկ եղել ենք թե քաղաքներում, թե յուղական բնակավայրերում մարդիկ կարոտ են այսօր արդարության։ Հոգնել են այն ապիկարությունից, որ օրվա իշխանությունն է ցուցաբերել 8 տարիների ընթացքում, այն անարդարություններից, որոնք տեսել են այս իշխանությունների օրոք։ Ընդհանուր առմամբ քարոզարշավը ես կասեի ցանկություն կար, որ եթե մենք իրոք ունենայինք քաղաքակիրթ էլիտա, անցներ բարձր մակարդակում, բայց ցավոք սրտի այսօրվա իրականությունը ճիշտ հակառակն է։ Դուք ինքներդ եթերով նաև տեսնում եք, թե ինչպիսի փողոցային խոսույթ է բերվել այսօրվա օրակարգ իշխող ուժի կողմից, ինչպիսի նաև ռեպրեսիվ մեթոդներ են օգտագործվում, չհարգելով անգամ անմեղության կանխավարկածը, պետական պաշտոնյաները չեն հարգում անմեղության կանխավարկածը, աճ ու ձախ կալանավորումներ ու ձերբակալումներ, անկախ նրանից, որ փորձը ցույց է տվել, որ նման մեթոդներ կիրառելուց հետո այդ մարդկանց մեծ մասը կամ հիմնական մասը նաև հետագայում արդարացվում են։ Ես կարծում եմ, որ այդ տենդենսը կպահվի մինչև վերջի օրը անգամ ընտրությունների օրը, ինչը միայն վատ բանի մասին է խոսում, որ այսօրվա իշխանությունները վստահություն չունեն, որ այնպիսի լայն աջակցություն, ինչպիսին ունեցել են այդ այսպես կոչված Թավշյա հեղափոխության օրերին, կունենան նաև այժմ։ Մենք վստահ ենք մեր ուժի հաղթանակի հարցում։ Պարոն Դրմեյան, տեսեք, եթե իշխանությունը քվեարկության արդյունքներով չհավաքի այն տոկոսը, որը նրան թույլ կտա հենց նորից վերընտրվել եւ փաստացի պարտվի եւ փորձի այլ միջոցներով հաշվառելով այդ պահին իր վերահսկողությունը եւ ուժային կառույցների նկատմամբ փորձի ոչ համաչափ մեթոդներով պահել իշխանություն ամեն դեպքում ընդդիմությունը ձեր կարծիքով հավաքական ընդդիմությունը ունի բավարար ռեսուրս իր հաղթանակը պահպանելու թե եւս մենք ականատես կլինենք ինչպես նախորդ տարիներին որոշ այն ժամանակվա ընդդիմադիր ուժերի պնդմամբ նրանք այդ հաղթանակը կկորցնեն, կզիջեն օրվա իշխանությանը։ Գիտեք, ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ երբ որ հաճախ ինձ հարցնում են ինչ է ձեր նպատակը, ես ասում եմ բոլոր իրավաչափ միջոցներով պետք է թույլ չտանք այսօրվա գործող իշխանության վերարտադրությունը եւ շարունակում եմ դա պնդել, որ ամեն ինչ որ արվի, պետք է արվի իրավաչափ մեթոդներով։ Օրինակ որոշեն արտակարգ դրություն մտցնել, օրինակ որոշեն ընտրության արդյունքները չեղարկել, նոր ընտրություն նշանակել։ Այսինքն մենք ձեր արսենալում այս բոլոր սցենարները հավանաբար պետք է ունենանք եւ դրա գործիքը կազմը հակազդեցություն։ Այդ ամենի մասին մենք կկարողանանք խոսել ընտրությունների միգուցե հաջորդ օրը կամ վաղ առավոտյան, երբ պարզ լինեն նախնական արդյունքները եւ միայն այդ պարագայում ռեալ կլինի ասել, որտեվ հիմա խոսել նրա մասին, թե ինչ է հնարավոր անել, ինչ գործողություններ եւ այսպես ասեմ մարտավարական առումով սխալ եմ համարում եւ նաեւ մի փոքր այսպես կոնսպիրոլոգիայի մեջ կընկնենք, եթե խորանանք այդ մեթոդների մեջ։ Տեղեկություններ կան, որ Ռուսաստանից մասնավորապես ժամանած Հայաստանի քաղաքացիների, որոնք եկել են այստեղ քվեարկությանը մասնակցելու, միանգամից ծանոթագրեր են ուղարկում 25-օրյա վարժական հավաքների ներկայանալու։ Զուտ իրավական առումով այստեղ որևէ խոցելի տարր չեք տեսնում։ Տեսեք, եթե դա իրականություն է, շատ ցավալի փաստ է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ընտրելու ազատություն, իսկ սա ազատություն է, շատ կարևոր հանգամանք, որ տարբերվում է իրավունքից։ Սա միակ միջոցն է, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցում են ուղղակի ձևով Հայաստանում իշխանության ձևավորմանը։ Եվ ոչ ոք չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը ունի այդ ազատությունը իրացնելու հնարավորություն, զրկել դրանից, անկախ նրանից նա բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, թե Չինաստանում։ Եթե անձը ունի վավեր անձնագիր, ինչպես ընտրական օրենսգիրքն է թելադրում, յուրաքանչյուր անձ ունի իրավունք գալ Հայաստանի Հանրապետություն եւ մասնակցել ընտրություններին։ Չունենք այդ արգելքը։ Բնականաբար իշխանությունը այսպես կոչված իրավական քողի ներքո իր ռեպրեսիվ մեթոդները պիտի օգտագործի, որպեսզի
իր հաշվարկները չխառնվեն։ Որքան քիչ մասնակցություն լինի, այնքան այս իշխանության վերարտադրվելու հնարավորությունը շատանում է։ Սրանով է պայմանավորված, որ մեր հայրենակիցներին, եթե նորից եմ ասում, սա իրականություն է, այսինքն այդ դեպքերը կան, զրկում են մասնակցելու ուրեմն ընտրություններին։ Ես որքան տեղյակ եմ, ամեն դեպքում զինված ուժերում նրանք հնարավորություն ունենալու են մասնակցել, եթե գնում են վարժական հավաքների, պետք է ունենան հնարավորություն անկախ այդ փաստից մասնակցելու ընտրական process-ին եւ իմ կոչն է, որ չվախենան ոչնչից, այդ քվյատուփի քվյախցիկի առաջ նրանք միայնակ են, մենակ են, ոչ ոք նրանց չի վերահսկում, այնպես որ իրենց խղճի մտոք թող անեն այդ ընտրությունը։ Իսկ եթե իրավական ասպեկտից շեղվենք, զուտ հարցի փիլիսոփայություն ունենք եւ բարոյ հոգեբանական կողմ ունենք, չի ստացվում արդյոք որ բանակը առաջվա պես այդ կարծրատիպը կա, որ բանակը դառնում է ոչ թե հայրենիքը, պետությունը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու բան, կարևոր գործոններից մեկը, այլ դառնում է մարդկանց որոշակի պատասխանատվության ենթարկելու հիմնարկություն։ Ճիշտ է, ոչ միայն բանակը, ցավոք սրտի, պետական պաշտոնյաները, հանրային ծառայողները նույն վիճակում են գտնվում։ Այս մարդիկ գերի են վերցրել եւ պետական ծառայողներին, եւ բանակին, եւ զինված ուժերին, եւ ոստիկանության, բառից բունի, ինչպես որ մեր հայրենակիցները գերի են Բաքվի բանտում, այ մեր ժողովուրդն էլ գերի է այսօրվա ԿՊ-ի այ հենց այդ կուսակցական վերնախավին։ Անկամ որոշ ԿՊ-ականներ իրենք էլ են գերի իրենց կուսակցական վերնախավի ձեռքում, դրա համար մենք մեր խոսույթում ասում ենք, որ այո, մենք գալու ենք իշխանության, ազատենք ոչ միայն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, այլև հայ ժողովրդին ու անգամ այդ գերի ընկած ԿՊ-ականներին։ Ընդդիմադիր մյուս ուժերից եք պատրաստում համագործակցել ընտրություններից հետո։ Միացյալ թևերը եւ Միացյալ թևերի վարչապետի տեխնացու Արման Թաթոյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, կուսակցության վերարտադրությունը բացառվում է, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի կարող շարունակել լինել Հայաստանի Հանրապետությունում, մենք դա բացառում ենք։ Նույն կերպ նաև մենք Ռոբերտ Քոչարյանի վարչապետի տեխնացությանը ուրեմն կողմ չենք լինելու, եւ սա ոչ թե պայմանավորված է, անձնավորված է, այլ որովհետեւ կա անցած ճանապարհ, երկու անգամ անձը տվյալ անձը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ ամենայն հարգանքով, բայց քաղաքակիրթ աշխարհում զարգացած երկրներում երկու անգամից ավել իշխանություն չեն պահում, մեկ այլ տեխնացու նույն Հայաստան դաշինքից կարող է ներկայացվել որպես վարչապետի տեխնացու, մենք դրան դեմ չենք, եւ ինչ մնում է մնացած ուժերին, ովքեր որ կանցնեն խորհրդարան, ես կարծում եմ, որ արդեն այդ իրողության պայմաններում մենք կկարողանանք հստակ ունենալ պատկեր, թե ինչ կոնֆիգուրացիայով պետք է կոալիցիա կազմել եւ գնալ իշխանության։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրարշավի ընթացքում իր ընդդիմախոսներին մեղադրեց եւ սպառնաց ունեցվածք բռնագանձելով իրավական պատասխանատվությամբ, քրեական հետապնդմամբ, մենք տեսանք նաեւ, որ քաղաքական ուժի ղեկավարի Բարգավաճ Հայաստան կուսակցության մասնավորապես ղեկավարի պատկանող այդ մեծ գործարանի Արա ցեմենտի հետ կապված որոշակի ընթացք է սկսվել իրավական պարոն Դրմյան դարձյալ որպես իրավաբան հետագայում այս գործընթացների հետ կապված եթե իշխանության գործողություններից դժուժացները իշխանության կողմից թիրախավորված սուբյեկտները փորձեն միջազգային ինստանցիաներում այս հարցերին լուծում տալ որքանով նրանք դա կարողանան անել եւ արդյոք իշխանությունը հիմա մեր իրավական համակարգի տակ եւ սեփականության իրավունքի այդ համակարգի տակ դանդաղ գործման ական չի դնում նման երևույթներով։ Սա ցավալի իրողություն է, որը տարիներ շարունակ գոյություն է ունեցել։ Երբ որ Բարձրաստիճան պաշտոնատար անձին անում են հայտարարություններ, հետո սկսվում են իրավական գործընթացներ միջազգային դատարաններում ու երբ այդ անձանց փորձում ես բացատրել, որ ձեր խոսքը իրավական հետևանք է առաջացնում պետության համար, չեն ընկալում։ Նույն process-ը կրկնվում է հիմա։ Այդ ունեզրկումները, որ, չգիտեմ, այս գործարանը կվերցնենք, այն հանքը կվերցնենք եւ այլն կազգայնացնենք, սրանք իրանք այո, դանդաղ գործողականներ են, որովհետեւ երբ որ դրանք հետագայում, եթե հանկարծ դառնան իրողություն, մենք գործ ենք ունենալու իրավական արդեն հարթակում, իրավական վեճի հետ ու տնտեսվարողների իրավունքների պաշտպանության կամ խախտման հետ։ Եվ պատասխան տալու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը անձամբ, այլ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ օրվա կառավարությունը։ Եվ տվյալ օրվա կառավարությունը, այո։ Հատուցումները, որոնք տրվում են միջազգային դատարանների վճիռներով, տրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որը ձևավորվում է մեր հարկատուների վճարած հարկերի հաշվին։
Այսինքն անպատասխանատվության այնպիսի աստիճան է տիրում գործող իշխանության մոտ, որ նրանք ներողություն ոչ եթերային բառի, բայց թքած ունեն հետագա process-ների եւ հայ ժողովրդի եւ հայկական պետականության վրա։ Դուք վերջերս բանավեճերից մեկի ժամանակ ասացիք, որ մենք փորձում ենք ուզում ենք վերադառնանք նաև Ադրբեջանի այդ տիրույթ, Ադրբեջանի հարաբերությունների, ասացիք, որ Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, մինչև վերջին կաթիլը չքամի Հայաստանի անկախությունը։ Սահմանադրության փոփոխությունից հետո օրինակ որը կարող է լինել հաջորդ պահանջը ձեր կարծիքով։ Օրինակ եւս ինչ են նրանք մեզանից ուզելու։ Այո, շատ լավ հարց էր։ Օրինակ եւս 4-5 գյուղ հյուսիսից, 5-6 գյուղ հարավից Սևանա լճի ջրերի համատեղ օգտագործում եւ այդպես շարունակ։ Գիտեք, երբ որ մեջբերում են խաղաղության համաձայնագիրը, անկախ նրանից ինչպիսի որակի փաստաթուղթ է դա, մի կողմ թողնենք այդ որակը։ Երբ որ մեջբերում են խաղաղության փաստաթուղթը, այդ համաձայնագիրը, ու ասում են, որ դա նախաստորագրված է ու երաշխիք է, հարց է հնչում, թե Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների օկուպացման Բաքվում գտնվող մեր հայրենակիցների պատանդարման եւ գերեվարման պայմաններում ինչպես է հնարավոր խոսել խաղաղության մասին։ Այդ փաստաթուղթը արդեն նախաստորագրման պահին, երբ որ Վաշինգտոնում նախաստորագրում էր, այդ փաստաթղթի դրույթները արդեն խախտված էին, որովհետեւ Ադրբեջանը դրանից ընդամենը 2 շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում նոր ռազմական դիրք էր ավելացրել, որը արբանյակային լուսանկարներով հաստատվեց 2 արբանյակից արված լուսանկարով ու Հայաստանի Հանրապետությունը չհերքեց դա։ Խոսքը գնում է շուրջ 3000 քառակուսի մետր տարածքով մակերեսով ռազմական դիրքի մասին, ուրեմն Գեղարքունիքի մարզում։ Այսինքն պայմանագրի դրույթները, որոնք նախաստորագրված են ուժի մեջ են, արդեն հիմքից սխալ են, արդեն խախտված են Ադրբեջանի կողմից։ Եվ ես նաև մեր այն պնդումը, որ Ադրբեջանը չի ստորագրելու կամ չի իրականացնելու այդ համաձայնագիրը, օդից չեն գալիս։ Մենք ունենք փորձ, երբ Եվրոպայի խորհրդում 46 անդամ պետություններ են Եվրոպայի խորհրդում, մարդու իրավունքների եվրոպական դատանի 2 վճիռների, մեկը Հայաստանի դեմ, մյուսը Ադրբեջանի դեմ, կատարման ժամանակ առաջադրվեց 2 պետություններին մի փաստաթուղթ, որ կոմպենսացիաները վճարվեն դիմումատուներին միաժամանակ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը միաժամանակ վճարում իրականացնեն։ Այդ փաստաթուղթը Ադրբեջանը այսպես բավական մեծ պաթոսով հայտարարեց, որ ստորագրելու է, անգամ գրավոր ձևով հայտարարեց եւ դա հայտարարվում է Ադրբեջանի Հանրապետության անունից, դեսպանի մակարդակով իրենց պետական իշխ։ Երբ տևական բանակցություններից եւ ներքին քննարկումներից հետո Հայաստանը եւս որոշեց մեծ ջանք գործադրվեց, որպեսզի այդ դիրքորոշումը ձևավորվի, որոշեց գրավոր հայտնել, որ ինքը եւս համաձայն է այդ պայմանագրի ստորագրմանը, նախարարների կոմիտեում նիստի ժամանակ Ադրբեջանի դեսպանը ասաց, որ Բաքուն ճիշտ է համաձայնություն տվել է, բայց չի կարող ստորագրել այդ համաձայնագիրը։ Եվ դա շարունակում է մինչ օրս, արդեն տարի ու կես է անցել այդ նիստից, մինչև օրս յուրաքանչյուր նիստի ժամանակ արվում է այդ նույն հայտարարությունը, որ մենք պատրաստ չենք։ Հիմա սա ինչի մասին է խոսում, մեկ բանի մասին։ Ադրբեջանը, ինչքան էլ որ մենք ասենք, մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում գեթ 1 հայ կարող է ստանալ որևէ օգուտ։ Պայմանագրունակ չի, այսպես ասած։ Ոչ։ Բայց տեսեք, պարոն Դրմյան, երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը այս գյուղը կպահանջի այն անկլավը կուզի Սևանա լճի ջրերը համատեղ օգտագործման պահանջ կդնի, նաև ձեր ընդդիմադիր գործընկերներից ուժեղ Հայաստանը տևական ժամանակ նույնիսկ կարելի ասել էր քարոզարշավը կառուցել այդ թեզի վրա 300,000 ադրբեջանցիներին այստեղ բերելու, արդյոք մենք սրանով հենց նույնիսկ հենց մեր հասարակության մեջ այս նարատիվները տարածելով կարծես թե չենք հարմարացնում, չենք ադապտեցնում մեր հասարակության գիտակցությունը այս ամեն ինչի նորմալ լինելու վրա։ Արդյոք հենց ընդդիմությունը չի նորմալացնում այս դեստրուկտիվ գաղափարներն առաջ տանելով։ Երկու կետով կպատասխանեմ ձեր հարցին։ Առաջինը, մեր հասարակություն արժեհամակարգը այնքան է իջեցվել, որ դեգրադացված է ընդհանրապես տրամաբանությունը ժողովրդի լայն զանգվածների մոտ։ Եթե դու անդադ քարոզում ես վախ, ապիկարություն, թուլություն, հնարավոր չէ պետք է հարմարվենք, իմունիտետը, ժողովրդի իմունիտետը, հայ ազգի իմունիտետը ընկնում է։ Տեսեք, երբ որ ընդդիմությանը մեղադրում են այդ այսպես կոչված վտանգները մատնանշելու մեջ, պետք է նայենք, թե ինչ ունենք սեղանի վրա։ 300,000 կլինի թե 100,000 այդ ադրբեջանցիների վերադարձը
Իդեպ դուք դրան հավատում եք այդ, այսինքն թե հեռանկարը ոչ թե հավատում եք չէ, այսինքն դուք կիսում եք այդ վտանգը։ Երկու կողմ ունի այդ հարցադրումը։ Ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետությունից չեն գնացել։ Ադրբեջանցիները տեղափոխվել են խորհրդային Ադրբեջան 88-89 թվականներին, խորհրդային միության ժամանակ Հայաստանից գնացել են խորհրդային Ադրբեջան։ Հայաստանը սուբյեկտ չէր այդ ժամանակ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Շատ կարևոր են գծել, որ Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը միջազգային երկու դատարաններում եւ եվրոպական դատարանում եւ Արտադատության միջազգային դատարանում բարձրացրել է ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ընդ որում 1 միլիոն եւ ավելի ադրբեջանցիների մասին է խոսում։ Այս երկու դատարանները իրենց հերթին վճիրներով, օրինական ուժի մեջ մտած վճիրներով փակել են այդ հարցը։ Ասում են, որ միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն դա ժամանակավրեպ հարց է եւ չի կարող դառնալ միջազգային հարթակներում քննարկման առարկա։ Այսինքն, եթե պայմանական ընդունենք, որ ինչ որ խումբ ադրբեջանցիներ այսօր փորձեն որևէ տեղ հայց ներկայացնել, նրանք հաջողության չեն հասնելու։ Այսինքն, այդ հարցը իրավական հարթության մեջ փակված է։ Այլ խնդիրը, որ գործող իշխանության պայմաններում, եթե նրանք վերարտադրվեն, որևէ միջազգային իրավունք մեզ չի կարող փրկել։ Եթե նրանք դռները բացեցին ու ասեցին, խնդրեմ, համեցեք Հայաստան, միջազգային դատարան կլինի, տրիբունալ կլինի, թե ինչ կլինի, չի կարող ասել, որ ոչ արգելված է մի եկեք։ Սրա մասին է խոսքը։ Եթե իշխանությունը փոխվի, մենք գիտենք նախ ինչպես պայքարել դրա դեմ, մեր թիմում շատ են իրավաբանները, ես անձամբ տարիների փորձ ունեմ եւ միջազգային դատարանում աշխատանքի եւ իմ վերջին պաշտոնավարման բերումով շատ լավ տիրապետում եմ այդ դաշտին, ինչպես պահպանել հայկականությունը, ինչպես պահպանել հայկական շահը։ Մեր իշխանության գալու պարագայում որևէ օրենք պետք չի ընդունել, որևէ փոփոխություն պետք չի անել, դա փակված է արդեն միջազգային իրավունքով եւ այդ մարդկանց վերադարձը ուղղակի կկանխի։ Այսինքն ստացվում է, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք չէ բարձրացնել արցախցիների վերադարձի հարցը, քանի որ Ադրբեջանը կբարձրացնի նաև նրանց վերադարձի հարցը, զուտ իրավական տեսանկյունից դրանք բացարձակ միմյանց հետ ոչ մի կերպ չառնչվող եւ ոչ համարժեք սյուժեներ։ Շատ ճիշտ նշեցիք, լրիվ տարբեր հարթությունների վրա գտնվող հարցեր են, որովհետեւ արցախցիների վերադարձի հարցը բարձրացված է միջազգային դատարաններում եւ դրանք այսօր պաշտպանված են։ Արտադատության միջազգային դատարանը 23 թվականի նոյեմբերին տեղահանումից անմիջապես հետո Հայաստանի պահանջով ուրեմն կայացրեց վճիռ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից տեղահանված բնակչության անխոչնդոտ եւ արագ վերադարձը դեպի Արցախ։ Անխոչնդոտ, այսինքն այն կամուրջի վրա մաքսակետ, չգիտեմ ինչ որ հերթապահ մաս եւ այլն, անխոչնդոտ։ Այսինքն չեք կարող դուք կանգնեցնել մարդկանց, ձերբակալել, կալանավորել կամ անհետացնել։ Իդեպ Արցախի նախկին պետնախարար եւ նաեւ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այս օրերին գրառում էր արել, նաեւ այնտեղ բան է սկսվել, գործընթաց է սկսվում մի հետ դիմելու եւ իրենց ունեցվածքի հատուցման հետ կապված հարցերը լուծելու, այստեղ մենք լուրջ հեռանկար ունենք, հավանականաբար։ Գիտեք, ես իմ պաշտոնավարման բերումով երբ որ մասնակցում էի այս գործընթացներին եւ միջպետական 4 հայցեր ենք ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդդեմ Ադրբեջանի, ընդդեմ Թուրքիայի եւ այստեղ ըստ էության այդ հայցերով պաշտպանվում էին ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակիչների, այլև Արցախի մեր հայրենակիցների իրավունքները, գույքային իրավունքները, կյանքի բազմաթիվ հիմնարար իրավունքները, որոնք եվրոպական կոնվենցիան ամրագրել էր։ Եվ այդ մարդկանց հավաստիացվել է ժամանակին, որ այո, ձեր իրավունքների պաշտպանության համար պետությունը դիմում է մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչ է ստացվում այսօր։ Այսօր այդ նույն պետությունը այդ մարդկանց ասում է կներեք, բայց հրաժարվելու ենք այդ հայցերից։ Միակ ճանապարհը մնում է, որ այս անձինք փորձեն անհատական գանգատների միջոցով ներկայացնել իրենց պահանջները եվրոպական դատարանին։ Սա շատ բարդ գործընթաց է։ Ես չգիտեմ, շատ կուզենամ, որ հաջողեմ ու բոլոր տուժածները այդ 100,000-ավոր մեր հայրենակիցները կարողանան իրենց գանգատներով ողողեն ուղղակի եվրոպական դատարանը, որպեսզի նաև միջազգային հանրությունը ընկալի, թե ինչ իրողության հետ մենք գործ ունենք։ Տեսեք, դուք այն մարդկանցից եք, ովքեր դեմ էին հայցերից հրաժարվելուն, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացի մեջ, այդ համատեքստում, բայց մենք ի վերջո ինչ շանսեր ունեինք, որ դրանք կյանքի կկոչվեն եւ որն էր չհրաժարվելու գինը ձեր կարծիքով։ Դա իմ կարծիքով դարձյալ հերթական իշխանության մանիպուլացնող, այսպես ասած, քայլն է, որովհետև
նրանք ինչպես ամենակարևոր մի շարք հարցերում այստեղ էլ դարձյալ ստում են կամ ոչ կիսաճշմարտություն են ասում մեր հասարակությանը։ Եթե բացեք խաղաղության համաձայնագիրը, այնտեղ չի խոսվում հայցերից բացառապես հրաժարվելու մասին։ Դրա համար մենք ասում, որ հայցերից անգամ ստորագրման պարագայում պետք չի հրաժարվել, եւ դա չի կարող հանգեցնել պատերազմի, ինչպես ԿՊՆ-ը պնդում։ Այդ պայմանագրում առնվազն 2 դրույթով կամ դրա նախագծում խոսվում է այն մասին, որ ցանկացած դրույթի չկատարում կամ խախտում կամ փոփոխում պիտի լուծվի, դրա շուրջ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Ընդունենք, թե ստորագրվել է այդ համաձայնագիրը եւ Հայաստանը չի հրաժարվել հայցերից։ Ադրբեջանը այդ պայմանագրով կաշկանդված է որևէ ռազմական գործողություն սկսել, 2 հոդվածով դա արգելվում է։ Բացի այդ, հայցերի հետ կանչից բացի այնտեղ նախատեսված է ցանկացած այլ եղանակով այդ իրավունքների խախտումների հետ կապված հարցերի լուծում։ Ինչու հնարավոր չէ օրինակ նույն դատական process-ների ժամանակ հաշտության համաձայնություն կնքել հստակ պայմաններով, ինչպիսի հատուցում պիտի տրամադրի Ադրբեջանը մեր հայրենակիցներին, ինչ եղանակով պետք է ռեպարացիաները իրականացվեն, ինչու դրա մասին չի խոսում իշխանությունը, եթե անգամ իր բանակցված փաստաթղթում դրա մասին կա նշում։ Այդ պարագայում ես չեմ ուզում իշխանության փաստաբան լինել, բայց այդ պարագայում Ադրբեջանն էլ այն 7 շրջանների հետ կապված ակնթեմ հայցեր կարող է ներկայացնել։ Չէ՞ որ Ադրբեջանը արդեն ներկայացրել է։ Ադրբեջանը ունի Հայաստանի դեմ ներկայացված 2 նկատի ունեմ ընթացքը կտա։ Չէ, այս պահին էլ ընթացքի մեջ են։ Այս բոլոր միջպետական հայցերը, որոնց մասին խոսում ենք, հիմա ընթացքում են, հիմա ժամկետներ են հոսում, դիրքորոշումներ են ներկայացում։ Բայց երբ որ ստորագրվի, դրանք փաստորեն կասեցվելու են։ Ըստ գործող ըստ այդ ներկայացված նախաստորագրված փաստաթղթի ասում է կամ պիտի հրաժարվել, կամ որևէ այլ եղանակով այդ հարցը լուծել։ Մենք կողմ ենք նրան, որ քանի որ սրանք մնացել են միակ ռեալ գործիքները միջազգային դիվանագիտական հարթության մեջ մեր բանակցային դիրքերը ամրապնդելու, կողմ ենք նրան եւ պնդում ենք, որ այդ հայցերից հրաժարումը վնաս է լինելու Հայաստանի Հանրապետությանը։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ պահվեն հայցերը, այդ ճնշումը շարունակի պահվել Ադրբեջանի վրա եւ փորձել նույն հաշտության համաձայնություններ գալու դատարանի process-ի շրջանակում, ինչպես որ ներպետական դատարաններում է արվում, հարցը լուծել, քան միակողմանի հայցերը հետ քաշել, որովհետեւ եթե անվերանանք նաեւ ամեն ինչից քաղաքական եւ այլ տեսանկյունից, դա առնվազն ուրեմն արժանապատվությունից շատ չգիտեմ ինչ բառել օգտագործել, նսեմացնող քայլը այն մարդկանց նկատմամբ ում իրավունքների պաշտպանության համար այդ հայցերը տարվել են։ Պարոն Դրմեյան, մի շարք մեր արտաքին գործընկերների հետ այս օրերին տեսնում ենք որոշակի իրավապայմանագրային դաշտի ձևավորում, մասնավորապես թրիփի հարցում եւ նաեւ 3 կարծեմ Արարատ Միրզոյանը ստորագրեց, նույնիսկ ուղիղ եթերում ստորագրեց այդ պայմանագիրը, որը նախաստորագրվել էր Ռուբիոյի այցի ժամանակ։ Իշխանության գալու պարագայում կվերանայվի այս ամեն ինչը ձեր կամ ձեր ընդդիմադիր գործընկերների, թե որոշակի այդ ինստիտուցիոնալ հաջորդականությունը կպահպանվի։ Մենք թրիփին վերաբերում ենք դրական ընդհանուր առմամբ եւ իհարկե կարծում ենք, որ թրիփը իր բնույթով ըստ էության խոշոր ներդրումային, այսպես նաեւ միջպետական ներդրումային պայմանագիր է մեծ հաշվով եւ կարծում ենք, որ լավ հարաբերություն կարելի է ամրապնդել եւ զարգացնել այդ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք թրիփը պետք է օգտագործենք մեր սեփական շահի համար, սեփական շահի համար ոչ թե կոնկրետ այդ թրիփի պայմանագրի կոնտեքստում, այլ այն խնդիրների, որոնք ունենք Ադրբեջանի հետ ու մինչ օրս դրանք լուծված չեն։ Տարածքների մեր ազատագրումը, այսինքն լրացուցիչ ճնշում Ադրբեջանի վրա տարածքներից իրենց զորքերը Հայաստանի սուվերեն տարածքներից զորքերը դուրս բերելու առումով հայ ռազմագերիների հետ վերադարձի եւ պահվող պատանդ քաղաքացիական անձանց վերադարձի համար, որտեղ սա արժանապատվության հարց է, նվազագույնը արժանապատվության հարց է։ Ոչ արժանապատիվ պետության հետ ոչ մի գործընկեր լավ չի վարվում։ Թրիփի հետագա ճակատագիրը, այսինքն ինչպես այն կյանքի կկոչվի, մի կողմին դնենք իրավապայմանագրային հիմքը, այնտեղ այո գրված է հայկական ինքնիշխանություն, Հայաստանի սուվերենություն եւ այլն։ Շատ լավ է ձևակերպումները կան։ Բայց փորձը ցույց է տալիս, եւ դա Հայաստանի Հանրապետության նաեւ փորձն է ցույց տալիս, որ մի բան է պայմանագրի վրա գրված դրույթը, մեկ այլ բան դրա իրականացումը գետնի վրա։ Եթե ստացվի այնպես, որ այո, կյանքի կոչվի այնպես, ինչպես որ թրիփը կա, այստեղ մենք մեծ հաշվով խնդիր չենք տեսնում տնտեսական եւ այդ ճանապարհների բացման, երթևեկու ուրեմն կապուղիների բացման, ապաշրջափակման առումով,
որովհետև այդտեղով նաև ըստ էության համաշխարհային առևտրաշրջանառություն է անցնելու, որը տնտեսապես իհարկե ձեռնտու կարող է լինել Հայաստան։ Այլ հարց է, թե այդ տարածքում ինչպիսի ուժեր են տեղակայվելու, որովհետև հասկանալի է, որ այստեղ այդ տարածքը չի կարող լինել անվերահսկելի։ Ինչպիսի ուժեր, ինչ պայմաններով, դրանք հետագա պայմանագրային դրույթներում են դետալիզացվելու, եւ եթե ունենանք մի վիճակ, որ թղթի վրա գրված լինի, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածք է, բայց նույն մեր իրավապահ մարմինները, ինչպես այսօր այլ պայմանագրի շրջանակում տեղի է ունենում, հասանելիություն չունենան այդ տարածքին, այնտեղ տեղի ունեցող անցուդարձին, այնտեղ տեղի ունեցող իրավախախտումներին, ապա այստեղ մեկ բան կարելի է ասել, որ այդ տարածքի նկատմամբ այլևս հայկական սուվերենություն չի գործի։ Պարոն Դրմյան, դուք իշխանության հետ, գործող իշխանության հետ փաստացի աշխատել եք, երբ որ զբաղեցնում եք միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, գերիների հարցում ինձ հետաքրքիր է, ձեր տպավորությունը ինչպիսին էր, քաղաքական ղեկավարությունը իսկապես շահագրգռված էր գերիների վերադարձով, առհասարակ ձեր աշխատանքի ընթացքում ինչ զգացողություններ եք ունեցել այս իմաստով, որովհետև նրանց հասցեն մենք տեսնում ենք մեղադրանքներ, որ ասում են հետևողական չեն ուզում, նույնիսկ քաղաքական իմաստով չեն ուզում, որ նրանք վերադառնան։ Ձեր երբ որ դուք աշխատում եք, եղել են, երբ որ դուք բախվեք ինչ որ այսպես խնդիրների, երբ որ ուզեցել եք այդ հարցը կոնկրետ ինչ որ մի հարց լուծում տալ, բայց քաղաքական այսպես խնդիրների եք բախվել։ Գիտեք, իմ համոզմամբ այն կառույցը, որի մասին նշեցիք, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակը 100%-ով ես կարող եմ այդ բառը վստահորեն ասել, ստեղծել էր այն իրավական հիմքը, որի վրա կարելի էր կապիտալիզացնել ցանկացած հարց, այդ թվում գերիների վերադարձի հարցը, միջազգային իրավական մեխանիզմով, ասենք դատական ճանապարհով գերիների հարցի լուծումը շատ բարդ է, եթե չասեմ անհնարին։ Այդ ճանապարհը ուղղակի միակ ճանապարհն էր, որպեսզի նրանց անվտանգությունը կարողանանք ապահովենք Բաքվում։ Կանխենք, որպեսզի որևէ իրավունքի խախտում տեղի ունենա Բաքվում։ Ես անձամբ ցավոք սրտի եւ գրասենյակը ներգրաված չի եղել գերիների վերադարձի բանակցությունների հետ, որովհետեւ դա արվում էր հատուկ ծառայությունների մակարդակով։ Ես կարող եմ ասել, որ եթե չլինեին միջազգային գործընկերները, դուք հիշում եք, որ գերիների վերադարձը տեղի ունենում մի դեպքում Ռուսաստանի Դաշնության, մյուս դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրյուսելի, չգիտեմ, Վրաստանի, Հունգարիայի անգամ մի պահ եղավ մասնակցությամբ մի խումբ նրանց եթե չլինեին միջնորդ երկրները, գրեթե զրոյական եմ համարում հնարավորությունը, որ գործող իշխանությունները կկարողանային վերադարձնել այն մեր հայրենակիցներին, ովքեր վերադարձել են։ Պարոն Դրմյան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Միասնության թվեր կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմյանը։ Կհանդիպենք։